Էջմիածինը հույսը չի կորցնում, որ վեհափառի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները կվերադառնան մայր եկեղեցու գիրկը։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին հաջորդած հայտարարությունն է քիչ առաջ տարածվել։ Այստեղ կարդում ենք. Խորհուրդն անընդունելի նկատեց եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները եւ դրանց արձարծման կերպերը, կարեւորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված հակականոնական օրակարգերից, վերադառնան մայր եկեղեցու գիրկը, առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։ Խորհուրդը հրատապ է համարել եպիսկոպոսատ ժողովի գումարումը, առաջարկ է հնչել նաեւ միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների հետ աշխատել, մեջբերում կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուր ընկալումները։ Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է մայր օրենքին, վիրավորում մեր ժողովրդի կրոնական ապրումները եւ ոտնահարում հայոց եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։ Երեկ երեկոյան է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով հրավիրվել նոր կազմով։ Կաթողիկոսի որոշմամբ խորհրդից հեռացվել են իր հրաժարականը պահանջող եպիսկոպոսներից Վազգեն, Գևորգ ու Աբրահամ սրբազանները։ Նավասարդ arczepiskopոսը մնացել է կազմում, որովհետև ի պաշտոնե Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդը պիտի հոգևոր խորհրդի եկեղեցական իշխանության գործադիր բարձրագույն այս մարմնի անդամ լինի։ Հեռացվածներին արդեն փոխարինել են նորերը։ Ոչ մեռել ենք, ոչ հիվանդացել ենք, ոչ էլ 3 անգամ անօրինական կերպով բացակայել ենք։ Վազգեն arczepiskopոսն իրենց խորհրդի կազմից հեռացնելը օրինազանցություն ու կաթողիկոսի հերթական կամայականություն է համարում։ Մայրաթոռը հղում է անում խորհրդի կանոնադրության մի կետի, որը իրենց հեռացման որոշման հետ ըստ Վազգեն սրբազանի կապ չունի։ Հոգևոր խորհրդի կազմը ընտրվում է եպիսկոպոսած ներկայացուցչական ժողովում, որը պիտի հրավիրվի 2 տարին մեկ, սակայն չի հրավիրվել արդեն 8 տարի։ Անդամները 4 տարով են ընտրվում։ Վեհափառի հրաժարականը պահանջողները հոգևոր խորհուրդը լեգիտիմ չեն համարում, որոշումները անվավեր սկսած 21 թվականից։ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտում է եկեղեցական ներկայացուցչական ժողովի եւ Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունները։ Վեհափառի հրաժարականը պահանջողները շարունակում են միակ լուծումը տեսնել կաթողիկոսի հեռացումը։ Երեկ նրանք այդ պահանջով հավաք էին նախաձեռնել Մայրաթոռում, սակայն տարածք եկան ուշացումով, շրջապատված տասնյակ ուժայիններով, որոնք ձեռքի հարվածներով այս ու այն կողմ էին նետում լրագրողներին։ Հրաժարական պահանջողները հեռացան կարճ ժամանակ անց, վանկարկումների ու սուլոցների ներքո։ Մենք չգիտենք ինչու այդպես եղավ, մենք սովորականի պես եկել էինք, ինձ թվում է ուժայինները երևի այդ ագրեսիվ լրատվամիջոցներից էին գուցե փորձում պաշտպանել ուրեմն հոգևորականներին։ Վազգեն arczepiskopոսն ասաց, բոլորովին էլ չեն մտածել, որ հուդա ու դավաճան վանկարկումները իրենց էին ուղված։ Իսկ այն, որ վեհափառի հրաժարականը պահանջողների ու նրանց աջակցողների միջև ոստիկանական բաժանարար պատ էր, դա սրբազանի իրենց պլանը չէր, ժողովրդին բաժանելու միտք չունեն։ Այդ մասին նա փորձեց տեղում էլ ասել։ Բոլորդ մերն եք ու վերջ։ Ինչու այնուամենայնիվ հավաքի նախաձեռնողներն այդպես հպանցիկ եկան ու գնացին։ Արդյոք նրանց ծրագիրը փոխվեց, երբ տեսան վեհափառին աջակցելու համար քաղաքացիների մեծ խումբ է Մայրաթոռ հասել։ Մեր պլանը չփոխվեց, մենք կատարեցինք այն, ինչ որ պիտի կատարեինք, բայց քանի որ ուրեմն հրավիրվել էին տարբեր խմբեր, խմբավորումներ եւ որոնց հիմնական նպատակն էր սադրելը, մենք բնականաբար փորձեցինք խոզանավել։ Վազգեն arczepiskopոսն այնուամենայնիվ խոստովանեց, որ պլանը մի քիչ փոխվել է։ Եկեղեցի չմտան, աղոթք չարեցին։ Վեհափառի հրաժարականի պահանջով մի նամակ հանձնեցին քարտուղարություն։ Ինչ բախտի է արժանացել այդ նամակը։ Ընթացակարգ եւ այլն գոյություն չունի։ Հայոց հայրապետն ընտրվում է Ցկյանս, հայոց հայրապետին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը եւ որևէ մեկը չի կարող նման պահանջ ներկայացնել։ Մայրաթոռի 56 միաբաններից 10-ը վեհափառին գահից իջեցնել է փորձում, իսկ եթե մեծամասնությունը միանա պահանջին, ըստ ասողի Կաբեղայի, ոչ մի օգուտ։ Ուզում է 10 եպիսկոպոս հավաքվի, ուզում է 100 եպիսկոպոս հավաքվի, ուզում է 200 եպիսկոպոս հավաքվի, իրենց պահանջը, իրենց դիմումը
հակականոնական է, անընդունելի է, որովհետև իրենք ապստամբ են եւ եկեղեցու դեմ են գործում։ Ըստ Աբեղայի կաթողիկոսը միայն մի պատճառով կարող է հեռացվել, եթե նա հայ եկեղեցու դավանանքը դրժի։ Հասկանալի է, ասողիկ Աբեղան չի կարծում, որ այդպիսի բան կա, իսկ Հայաստանի վարչապետը արդեն աղանդավոր է համարել վեհափառին։ 7 ամիս ձգվող հակակաթողիկոսական արշավը 3 գործնական փուլ մտավ։ Վեհափառի հրաժարականը պահանջողները մայր աթոռի բակ հասան։ Գործնական փուլը սակայն կարճ տևեց։ Այժմ կողմերը վերադարձել են հեռակապ փոխհրաձգությունների փուլին։ Փակուղի է ոչ ըստ Վազգեն arczepiskopos-ի։ Առաջիկայում հավաք չեն ծրագրում, բայց վեհափառին հեռացնելու գործն ասած ոչ մի րոպե կանգ չի առնում։ Աստված ինքը կտնօրինի։ Այս գործում Աստծուն են ապավինում բոլոր կողմերը։